Բագրատ Սրբազանը զրպարտության գործով հաղթել է Հանրապետություն կուսակցության նախկին անդամ պրոիշխանական հայացքներով աչքի ընկնող քաղաքագետ Հարություն Մկրտչյանի։ Փաստաբան Տաթևիկ Սողոյանը Օրագիր Նյուզի հետ զրույցում ուշադրություն է հրավիրել այն բանին, որ այս գործը տարբերում է մինչ այժմ մերժված բազմաթիվ հայցերից։ Նա պարզաբանեց, թե ինչու պետք չէ այս գործը չկապել Բագրատ Սրբազանի քրեական հետապնդման հետ, ընդգծելով քաղաքացիական եւ քրեական դատավարությունների տարբերությունը։ Պետք է զրպարտության եւ վիրավորանքի գործերը քննում են քաղաքացիական դատավորները, որտեղ քաղաքական ճնշումները իհարկե էլի հասել են, բայց այդ նույն ծավալով չեն, ինչը որ քրեական արդարադատության ոլորտում ու դեռևս քաղաքացիական դատավարության քաղաքացիական գործեր քննող դատավորների շրջանում կան մարդիկ, ովքեր չեն վախենում իրավաչափ դատական ակտեր կայացնել։ Սողոյանի խոսքով դատավորները մի կողմից ցույց են տալիս ներքին համակրանք, բայց եզրափակիչ որոշումով արձանագրում են, որ կամ ինքնագրաքննվում են, կամ գտնվում են ուղիղ ազդեցության տակ, մինչդեռ այդ դեպքերում գործը քննած դատավոր Հովհաննես Մելքոնյանը ճիշտ ու համարձակ որոշում է կայացրել։ Փաստաբանը նաև ուշագրավ է համարում Հարություն Մկրտչյանի արձագանքը դատական վճռից հետո։ Դավեշտալի տեսարան էր, երբ որ այդ դատական ակտը ստանալուց հետո նախընտրական քարոզարշավի ժամանակ Հարություն Մկրտչյանը բողոքում էր Նիկոլ Փաշինյանին, թե ինչու է թույլ տալիս, որ այսպիսի դատական ակտեր կայացվեն Հայաստանում, ինչին ի պատասխան բնականաբար գոնե այդքանը հասկանում էր Նիկոլ Փաշինյանը, որ չի կարող ասել ինչ սխալ բան են անում, դենց ուղիղ պատասխաններ չէր տալիս։ Անդրադառնալով Բագրատ Սրբազանի հնարավոր ազատ արձակմանը, Սողոյանը գրեթե բացառում է նման զարգացումը մինչ ընտրությունները։ Եթե ինչ-որ ֆորս մաժորային կամ ինչ-որ անհնարի պատկերացումների ժանրից բաներ չլինեն, գրեթե բացառում ենք Բագրատ Սրբազանի ազատ արձակվելը։ Նախ մեկ, որովհետև նոր ունենք թարմացում, որը էլի որոշակի քաղաքական մեսիջինգ իր մեջ պարունակում է դատարանի վերջին կայացրած կալանքի երկարացումը, որով ոչ թե 3 ամսվա փոխարեն Բագրատ Սրբազանի կալանքը երկարացվեց 2 ամսով, դա հենց այդ մեսիջը իր մեջ պարունակում է, որ առնվազն հունիսի 7-ի դրությամբ Բագրատ Սրբազանը ազատության մեջ չի լինելու։ Ինչ վերաբերում է խափանման միջոցի հնարավոր փոփոխությանը, փաստաբանը շեշտում է, որ այս հարցում կարևոր է Բագրատ Սրբազանի դիրքորոշումը, ով համաձայն չէ, որ իր նկատմամբ տնային կալանք վարչական հսկողություն կամ բացակայելու արգելք կիրառվի։ Ըստ նրա, այս երկընտրանքի պարագայում անհայտ է, որ դատավորը համարձակվի ընդհանրապես խափանման միջոց չկիրառել։ Մերի Հակոբյան, Օրագիր Նյուզ։